Ապրիլի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Խանջյան փողոցի 13 հասցեում գործող սոլո ակումբի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել։ Քիչ անց կրկինահազանգ է ստացվել, որ պարեկները ծառայության ընթացքում Խանջյան 13 հասցեի հետնամասում գտնվող այգում նկատել են մի խումբ անձանց, ովքեր դանակով հարվածել են մի քաղաքացու ոտքին եւ դիմել փախուստի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ազդրի բաց վեր կանխորոշմամբ շտապօգնության խումբը Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։ Վիրավորը Երևանի բնակիչ 23-ամյա Արամ Վ-ն է։ Պարզվում է, ժամը 05:00-ի սահմաններում սոլո ակումբի ներսում Արամ Վ-ն եւ Երևանի բնակիչ 19-ամյա Գևորգան վիճաբանել են Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Արմենա K-ի հետ, որից հետո դուրս գալով ակումբից տևական ժամանակ միմյանց հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, այդ կերպ խախտելով հասարակական կարգը, որի ժամանակ Արամ Վ-ն ստացել է մարմնական վնասվածք։ Խանջյան 13 հասցեի մոտից Գևորգան եւ Արմենա K-ն խուլիգանություն կատարելու եւ մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով ձերբակալվել եւ տեղափոխվել են ոստիկանության կենտրոնական բաժին։ Դեպքի փաստով ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության, Կենտրոն եւ Նոր Քմարաշ վարչական շրջանների քննչական բաժին։